Marjan kes mi րոպե կարելի է։ Մար հեսա դասը կսկսի։ Երկու բառ։ Շուշ լավ գնա, ես հիմա գնամ։ Ասա Տիգրան։ Մար անի բավացքը իմ համար ահավոր տհաճ էր, չգիտեմ էլ ինչ ասեմ, ուղղակի կներես։ Բան չկա Տիգրան, դու պատասխանատու ես իր համար։ Բայց ամեն դեպքում իմ համար շատ տհաճ էր, երբեք չէի պատկերացնի, որ անին ընդունակ է տենց բավացքի։ Խանդից ուղեղը մթագնել էր, բայց դե իրան չի արդարացնում։ Չես պատկերացնի ոնց եմ հիասթափվել։ Բան չկա, այսօր շկրվել եք, վաղը կհաշտվեք, ու ամեն ինչ տեղը կընկնի։ Ախր դու ընդհանրապես կապ չունես, ինչի համար էր ինքը այդ ամեն ինչը քեզ ասում։ Եթե ինչ-որ հարց ունի, պետք է գա ինձ տա, ոչ թե քեզ։ Դե որ այդքանը հասկանար, սենց չէր անի։ Մար, ես նկատել եմ, որ իմ ձեր տուն գալ պարապելը լիքը մարդկանց դուր չի գալիս, ու իրանք սխալ են ընկալում այդ ամեն ինչը։ Դրա համար որոշել եմ, որ էլ չեմ գա ընկերարաշրջանի մոտ պարապմունքի։ Հենց այսօր այդ հարցը կլուծեմ։ Բայց ինչի՞։ Պետք չի, որ այս խոսակցությունների պատճառով քո պարապմունքները տուժեն։ Ես չեմ ուզում, որ դու դուժես, ու թույլ չեմ տա, որ մարդիկ ուրիշ բաներ մտածեն։ Իմ համար մեկ է, թե մարդիկ ինչ կմտածեն։ Նենց որ կարող ես հանգիստ շարունակել պարապմունքները Տիգրան ջան։ Միշո ինչ ես անում, դեմդ նայի։ Ճիշտ ասած դեմս նայեցի, բայց մենակ դատարկություն տեսա։ Տենց, հա։ Ինձ թվում է պարզ արտահայտվեցի ես։ Տիկո, Միշո, հանգստացի հիմա ինչ եք անում։ Տիկո։ Տեսար անին Մարին հողին ոնց հավասարացրեց։ Հա, լսի, սիրտս նենց թեթևացավ։ Էդ լավ էր, բայց իմ խնդիրն է նա, որ Տիկոն Անիից հրաժարվի։ Դե հա, բայց դժվար Տիկոն Անի հետ ինչ-որ ընդհանուր բան ունենան խոսալու։ Դու Մարիից զգուշացի, ինքը ինչ անում է տակից է անում։ Որ Անին արանքից դուրս գա, ես Մարիի հարցը կլուծեմ, Մագ։ Մոռացար Արյանային ինչ որը գցեց։ Ես Արյաննան չեմ։ Կներես չէի ուզում, գիտեմ, որ Արյանան մոտ ընկերուհի տա։ Դե ես նկատի ունեմ Մարին սրբի դեմքով հերթով տղաներին փոխում է։ Ժամանակին Միշոներ, իսկ հիմա նախարարի տղուն է սիրտը կպել։ Այդ դեռ կտեսնենք, Մարին չի կարա երկար խաղեր տա։ Շեֆ։ Գործի ես Արմեն։ Հա, շեֆ ջան։ Շեֆ, բայց լավ է որ զանգեցիր։ Այն կոնկուրենտը դերեք է։ Ում մասին ես խոսում։ Վանին։ Դե մեքենայի բանալին որ վերցրել էր, բերեց հետ տվեց ու գնաց։ Հա, դրա համար էր եկել։ Հա, ասեց գույշ լինեմ ու մեքենան հարբած ոչ մեկին չտամ։ Ես տենց էլ ասեց։ Կիղտը տղա էդ վանա ու զորով չի։ Լավ, ես դրա հարցերը հետո կլուծեմ։ Շեֆ, բայց եթե ավտոն պետք է, գնամ բերեմ։ Ես կվերցնեմ ապրես։ Լավ։ Տիգրան, վերջվեք, Միշո։ Մի հատ թողեք իրար, հանգստացեք։ Սատկասելու ենք, ես դուք կկտրեմ, արա։ Մի հատ հանգստացեք, ասենց հեշ չես պարզանելու ձեռից։ Տենանք ովի։ Արա նայ որ շարունակում են, հադարվեք մի հատ։ Առաջանցեք։ Մամջան ինչ եղավ, մի ժամը քեզ եմ սպասում։ Լանջունու մոտ գերության մեջ է, Երիկ ջան, բարբերաբար նվաղում լավանում էր։ Ինչ կար, ինչ էիր ուզում խոսել։ Լավ, հետո կխոսենք, արդեն ուշ է, դասից կուշանամ։ Երիկ, տարերին եք ես քեզ պահում, ինչ-որ բան կա ես չգիտեմ։ Չէ, մամջան, զուտ գնամ Միշոն մենակ չմնա։ Այսինքն Միշոն խնդիրներ ունի։ Չէ, դու ինչի ես միշտ միանգամից վատը մտածում։ Որովհետև ես քեզ լավ եմ ճանաչում, Երիկ ջան։ Եթե բան չլիներ, դու սենց չէիր խառնվի իրար։ Մամ, ասում եմ դու ինչի ոստիկան չդառար։ Հա? Դե ասում եմ ինչի ոստիկան չդառար։ Քո այս հարցերով լավ հարցաքննություններ կանցկացնեիր։
բայց ես պատկերացնում եմ դու այդ խեղճ հանցագործներին ոնց հոգեբանական բռնության կենթարկեիր։ Ձեր կառնես, բա ինչ։ Չէ, ես լուրջ եմ ասում, մամ ջան։ Այ դա արդեն վիրավորական էր։ Հա, մոռացա ասեմ, որ այսօր Իրիկունը papan գալու է։ Ինչի։ Դե, հետը գործ ունեմ։ Էրիկ դիտավորյալ ես անում։ Ինչը, հորս հետ հանդիպումները։ Օй Երիկ ջան, հիմա ես քո հետ չեմ ուզում վիճել, հատկապես որ երեկոյան տանը չեմ, հայր եւ որդի կարող եք ժամանակ անցկացնել, բայց հանկարծ այնպես չլինի, որ գամ, կարոյին իմ անկողնու մեջ գտնեմ, Երիկ։ Չեմ խոստանում։ Երիկ։ Լավ, մամ, կներես, չափսանցը։ Գնա դասի Շուշանաս։ Ինչի, հետով պիտի ես դպրոցում Տիկին Լիդիայի որդուն ինչ-որ բան ասի։ Որը շախի դասնա գնացի, մամ ջան։ Սրան տանելու եմ վաղ չափողի մոտ։ Տուխիկ ջան, շատ ես սպաղված։ Չէ, վերջացնում եմ, Արի։ Էս ինչ կա, ինչի համար ես եկել։ Կարոտել էի քեզ, ասի կամ տեսնեմ։ Լավ էլի կերի դորս։ Ես քեզ 5, չէ, 10 մատի պես անգիր գիտեմ։ Ասա տեսնեմ ինչ կա։ Դու գիտես ինչու՞ն ես։ Նա, հետդ գործ ունեմ։ Չլինի էլի տենց այդ թակուն գործերից ես մտածել։ Եկել ես հետս խորհրդակցես, որ իմանաս, էլ տանուլ չտաս, հա? Չէ, ավելի կարևոր, շատ լուրջ գործ է։ Հա, դե դեպքում կարող է ուզում ես գնանք առանձին խոսանք, մարդ ես անկորձ չլսեմ։ Չէ, այստեղ էլ կարող ենք խոսել, տենց արդ չի։ Ես գիտեմ, որ դու անգլերեն լավ գիտես, չէ, այդպես է։ Այդպես է։ Ահա, շատ լավ է։ Ուրեմն ես ուզում եմ քեզ խնդրեմ, որ օգնես, որքան հնարավոր է այդ լեզուն շուտ սովորեմ։ Կերի դորս։ Դու իրոք ուզում ես անգլերեն սովորես։ Դե ես արդեն պարապում եմ։ Պարզապես ուզում եմ, որ շաբաթը մի երկու ժամանակ գտնես, ինձ տրամադրես, ստուգես, քննես, տեսնենք ինչքան բալ կհավաքեմ, էլի։ Այ քեզ բան։ Դու գնալով ինձ զարմացնում ես։ Լավ, հասկացանք, բայց ինչ ես ուզում անգլերեն սովորես։ Կարող է մի հատ նենց գործ ես գտել, ուզում ես գնաս։ Դե ուզում եմ գործի ընդունեմ, բայց դրա համար անգլերեն է պետք։ Դու են ասա, ես հիմա հույս դնեմ քեզ վրա, թե չէ։ Հա, հույս կարաս դնես, այդ խնդիր չի, բայց հələ ինձ ասա տեսնեմ, դու այդ ծառայության համար ինչքան ես պատրաստ վճարես։ Դուք ջան, իսկ չի լինի առայժմ դղլինի ծրի, հետո որ ընդունվեցի լավ գործի, քեզ մեծ մաղարիչ։ Լավ, բայց եթե դու ընդունվել ես գործի ու հետո ինձ տեսնելուց ճանապարհ թեքել ես, այդ ժամանակ Բա եղավ, էդ ինչ ես ասում, ինչի ես էդ տղեն եմ, ես գիտեմ, որ դու լավ աղջիկ ես, ինձ չես մերժի, you, my very, very good friend, աչքիս վրա ցավը տանեմ, բա ոնց, դուխիկ ջան, Փակի։ Փակի։
ուզես։ Լեզվով օծին բնից կհանի։ Դուք տենց էլ ոչ մեծացաք, ոչ էլ հասունացաք։ Ինչ էր ձեր արածը դուրները տեկավ, հա։ Աստված մարդուն ինչի համար է լեզու տվել, որ իրար հետ խոսեն, իրար հասկանան։ Չեք հոգնել անընդհատ ինչ-որ անիմաստ պատմությունների մեջ ընկնելուց։ Հերիք չի առանց մտածելու ապրեք։ Դուք չեք հասկանում, որ պիտի իրար թև ու թիկունք լինեք։ Որ դուք եք ես երկրի ապագան։ Որ իրավունք չունեք իրար միս ուտելու, մենք այդքան շռայլություն մեզ չենք կարա թույլ տանք։ Սենց առանձին յուրաքանչյուրիդ նայում եմ, հետներդ առանձին խոսում եմ, ընտիր մարդիկ եք։ Բայց որ հավաքվում եք մի տեղում, դառնում եք վայրի գազաններ։ Ինչի։ Բայց ես այդ թույլ չեմ տալու, այդ ես ես խոստանում եմ։ Թույլ չեմ տա, որ սենց շարունակեք ապրել։ Այսօր դասերից հետո երկուսով մնում եք։ Կզանգեք ձեր ծնողների կզգուշացնեք, որ իմ հետ եք լինելու ու ուշ եք գնալու տուն։ Միքայել, Տիգրան, հասկացաք ինձ։ Ես կյանք չի, ես ողորմությունը, բագաս հասնես ես տարիքի ու անտեր մնաս, հա? Մարդուտ ուներ մի բաժակ բան չլնի խմելու։ Ինչ ես որ ես տենց նայում։ Սաղ դու ես մեղավոր, վաղամերիկ, դու քո անդաստիրակը։ Հենց այդ ժամանակ պետք է ինձ կանչեիր։ Դե մտածեցի արագ մտցնեմ դասարան, այս հարցը շուտ լուծեմ, որովհետև եթե լանջունախառն ես հարցին խառնում են, էլի պատմություն էր դառնում։ Դե դու գիտես, որ քո դասարանը մինիմում շաբաթը 2 անգամ նման պատմությունների մեջ հայտնվում է։ Խնդրում եմ քեզ, Վան, միայն չասես, որ այդ տարիքում դու խելոք, հանդարտ, հավասարակշռված աշակերտ ես եղել։ Ես չէ, բայց այ դու կասկածներ ունեմ, որ երբևէ այդպես սխալ դու նույնիսկ համոզված ես, որ կյանքում նույնիսկ պուճուր անկարգություն չես արել։ Անկարգություն ասացիր, հիշեցի, գիտես։ Ինչու երեք խեղճ Կարոյին այդ վիճակում թողեցիր այդ սառնամանիքին։ Խեղճ։ Դու հասկացար ինչ նկատի ունեմ։ Չնայած խեղճը դուրս գալիս է, խղճուկն էլ, եթե այդ ամենը վերաբերվում է Կարոյին։ Իսկ եթե ավելի լուրջ, չէի կարա թույլ տալ, որ խմած նստի մեքենա քշի, որովհետև այդ պարագայում համ իրա կյանքն է վտանգելու, համ դիմացի վարորդի, էլ չեմ խոսում հետիոտնի մասին։ Փաստորեն դու նույնիսկ Կարոյի համար ես մտահոգվում։ Մի քիչ, աննշան, այսքան, են էլ զուտ Մարիի ու Էրիկի խաթ։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև, Վարադե, ինչպես ես։ Մինչև հոգուս խորքը վիրավորված։ Իսկ թույլ տվեք հետաքրքրվել ձեր հոգու խորքը կոնկրետ մարմնի ո՞ր հատվածում է գտնվում։ Վան։ Ինչ է պատահել, Վարադե։ Ինչու ես նեղված։ Անուշ, ես կարծում էի, որ մեր միջև գոյություն ունեցող անտեսանելի, բայց միևնույն ժամանակ գեր զգայուն թելիկները թույլ չեն տա, որ դու ինձ հետ այդպես վարվեիր եւ չհետաքրքրվեիր ինձանով։ Խնդրում եմ, Վարադե, ես դուխակի հետ խոսել էի, գիտեի, որ արդեն ապակինվում ես։ Դրա համար մտածեցի էլ չզանգեմ, չանհանգստացնեմ, կցանկանաս հանգստանալ։
Լուրջ, դու հետաքրքրվել ես ինձանով, ես աշխարհի չափ ուրախ եմ, ես մինչև հոգուս խորքն եմ ուրախ։ Վերջը ասելու ես այդ հոգուտ խորքը որ հատվածում է գտնվում։ Իմ հոգու խորքը գտնվում է իմ սրտի մի անկյունում, որտեղ միշտ ձմեռ է լինում եւ մութ, իսկ երբ լինում են հոգատար մարդիկ, այնտեղ շատ ուժեղ արև է լինում եւ սկսում է ձյունը հալչել։ Ֆարադեյ, տեր եղի Անտարկտիդայիդ, լավ, որ հանկարծ հոգուց խորքերից չբարձրանա վերև։ Օրինակ ուղեղը չպաշարի, որովհետեւ որ ուղեղը պաշարեց, այդ ժամանակ մենք ես վերջնականապես կորցնելու ենք։ Մի րոպե, Վան։ Խնդրում եմ, երբ դու խոսում ես, ինձ զգուշացրու, որպեսզի ես կարողանամ քո ասածը ձայնագրեմ, տանեմ տուն, վերծանեմ, որ հասկանամ ինչ ես խոսում։ Թե չէ ամեն անգամ նենց տպավորություն է, որ ես չեմ հասկանում, թե դու ինչ ես խոսում։ Էնում փոչորնա։ Ես էլ ուզում եի զանգե տեսնեի ոնց ես, են էլ դու եկար։ Ես էլ ուզում եի նեղանալ քեզնից, եկել էի կռվեի հետդ, որ չես կարոտում ինձ, ոնց ես։ Դե ոնց պետքա լինեմ, ոնց գիտես, դու ասա։ Դե ես էլ լավ երևի։ Մի րոպե, բայց ինչի երևի։ Կարող եմ մի բան կա դու ինչ չես ասում, հա։ Դե լիքը խառը բաներ ա եղել, բայց հիմա փորձեմ բոլորը պատմեմ։ Սկսեմ այդ մոնստրից։ Երեք եկել էր մեր տուն։ Պատկերացնում ես։ Լուրջ։ Բայց ինչ էր ասում։ Չգիտեմ, ես մի պահ վախեցա, ինձ թվաց Էրիկին ա ինչ-որ բան եղել, բայց հետո ասեց, որ իմ մոտ ա եկել ու ինչ-որ լուրջ բան ունի խոսելու։ Հետո խոսաց, ինչ ասեց։ Մարդ ջան, դե շուշուտ խոսա, չեմ համբերում, ինչ եք խոսացել վաղը։ Դե եկավ, կմկմաց ու գնաց։ Սկզբում չորել է, ինձ թվում է դրա համար մոռացավ ինչ էր ուզում ասեր։ Հա, բայց թողեր մի բան ասեր, կարողա լուրջ բան էր ուզում ասեր։ Ինքը ինչ պետք է ինձ ասի, կամ ինքը իմ հետ ինչ գործ ունի։ Դե չգիտեմ, Մարի, մտածում եմ մարդ է հիմա, կարող է ներսում նեղվել է, մտածում է, որ նեղացրել է քեզ, հիմա ուզում է քեզ տեսնի, որ վերջնական համոզի, որ դու ներել ես իրան։ Ուզում ես ասես եկել էր ներողություն խնդրելու։ Չէ, Արմեն, դրա նման մարդիկ իրանց սխալի երբեք չեն զգա, որ ուզում ես իմանաս, ինձ մի պահ թվաց եկել էր իր տված փողերը հետ վերցնի։ Դե լավ, դու էլ ոչ չասեցիր։ Ինքը տենց բան չէր անի։ Ինչի հեռու է իրանից։ Համել ինչ ես պաշտպանում իրան։ Կարող ինչ-որ բան ա փոխվել, չգիտեմ։ Մարի, կարող ես վերջերս շատ ա փոխվել։ Լավ էլի Արմեն։ Կարմիրկով իրակաշին չի փոխում։ Ես չեմ հավատա, որ այն նման շահամոլ ու էգոիստ մարդը կարա փոխվի։ Հա, ես էլ էի տենց մտածում, բայց արի ու տես, որ ինքը փոխվել է։ Մարի գիտես, չէ՞, Լիդիայից բաժանվելուց հետո օբյեկտի, տան, մեքենաների, բանալիները թողել է ու դատարկ դուրս է եկել։ Ոնց։ Բաժանվել են։ Ես գիտեի, որ իրանց ընտանիքում ինչ-որ մի բան այն չի Էրիկից, բայց որ այս ամեն ինչը այդքան լուրջ է, չէի պատկերացնում։ Խեղճ Էրիկ, հիմա պատկերացնում եմ ինչ վիճակում է։ Բա դու այս ամեն ինչը որտեղից գիտես։ Կարոն հիմա իմ տանն է ապրում։ Ուրիշ մնալու ապրելու տեղ չունի։ Ուզում ես ասես հիմա Կարոն ոչ մի բան չունի։ Բայց չէ, Մարի, չէ։ Բայց ինչի համար պետքա Կարոն տենց բան աներ։ Ես չգիտեմ թե յան ինչն է դրթել կամ ինչն է բաժանման պատճառ եղել, բայց ունեցվածքից ու մնացած ամեն ինչից հրաժարվելը այդ Կարոյի կամքն է եղել։ Զարմացնում ես մոնստր, զարմացնում ես։ Էս ուր եք մեզ բերել, մայոր Շահնազարյան։ Նենց տեղ, որտեղ ստիպված եք լինելու ուղեղներից մեկ էլ մկաներից զոր տակ։ Ու այդ ամեն ինչը երկուսդ միասին։ Ու հուսով եմ դրանից հետո ինչ-որ բան կհասկանաք։ Այսինքն ի՞նչ պիտի անենք։ Դե որ ստեղ նայում ես դժվար թե փքա բլիթներ թխելու տեղ եմ բերել։ Ծանր աշխատանք։ Ցեմենտ ավազ տեղափոխենք, բետոն անենք։
Մի անգամից գլխի ես ընկնում, ապրես։ Դու գոնե պատկերացնում եք իմ հերեքանի բանավոր կարաբերի, որ այդ գործը այստեղ անեն։ Այդ լավ է, որ հայրդ նման հնարավորություններ ունի, բայց լավ չի, որ մինչև հիմա չես հասկացել, որ քո գործերը դու ինքդ պիտի անես, մինչև կյանքիդ վերջ չի կարա պապայիդ բերած մարդը քո փոխարեն անի քո անելիքը։ Ես աշակերտ եմ, իմ անելիքը սովորելն է, ոչ թե բանվորություն անելը։ Այսօր քո անելիքը ծանր աշխատանք անելն է։ Ինձ թվում է ճիշտն ասած, ամբողջ կյանքում փափուկ բարձերի մեջ մեծացած տղայի համար մի քիչ դժվար է էլի այդ ամեն ինչը պատկերացնելը։ Դու իմ մասին ոչ մի բան չգիտես։ Լավ, վերջ տվեք խոսակցություններին։ Եկեք կասեմ ինչ եք անելու։ Որտեղ ես պահել։ Որտեղ ես պահել այդ փողերը, հա։ Անհնար է, ոնց է չլինի միտեղ դու մի բան պահած կլնես։ Խոցի փող ես պահել, հա։ Ապերախտ լակոտ։ Ես գրում ես կանամ սախում եմ նոր իմանաս։ Մեկա գտնելու եմ։ Այսօր երեսին թքել, ես տանեմ սաղ փողերը խվեմ նոր իմանաս, շանլակատում, շանատ լավա, գնա, ես ծեր չես կան կոր գալի, Ախր ես ոչ մի տեղից փողի չեմ սպասում։ Կարող է մի բան կա, հա։ Խեր, շար, աստված, խեր, շար, աստված, խեր։ Ահա։ Բարև, ոպար չեմ։ Ես ով ես, ես ուր ես պես։ Ես ինձ չես ճանաչում, հա։ Դու լավ էլ ճանաչում եմ, ուզում եմ իմանամ ինչի համար ես եկել։ Քեզ գործիք չեր անել, ջան, կարող է նորից ընդունել են։ Չէ, նորից հետ չեն ընդունել, պետք էլ չի, եկել եմ 11-ի երեխեքիս մարտենամ։ Ուշացել ես, վերջի դաս չունեին, տուն են գնացել, բայց մենակ աղջիկները, մյուսներին էլ Շահնազարյանը հավաքեց ինչ-որ տեղ տարավ, չգիտեմ ինչի համար, բայց վաղը կիմանամ։ Ոնց որ լավ ինֆորմացված ես, հա, հոպար։ Նախ հոպար չի, քերի է, և հետո ես ես դպրոցի աչքն ու ականջն եմ, Այդ տեսակ բան չկա, որ ըստ դպրոցի պատերի ներսում կատարվի ու քերի թորոսը չիմանա։ Եղավ, հիմա ասա տեսնեմ ինչ գործով ես եկել, կարող է մի բանով էլ ես օգտակար լինեմ քեզ, հա։ Լավ առաջարկ ես անում։ Ինձ էլ հենց տենց մարդ է պետք ես դպրոցում։ Ես այդպես էլ հասկացա։ Ախր նայում եմ մարդու դեմքին ու հասկանում եմ ինչ է պետք, ինչի համար է եկել, բայց տեսա շարոտ թեմա եղավ, չնեղանաս, աչքիս չերևաս էլ երբեք։ Չէ, ինչ շարոտ թեմա, հոպար ջան։ Քերի։ Քերի ջան։ Հակառակը սիրո թեմա է։ Ես մեր դպրոցին պես այս գալի, հա, լազա տեսնեմ ով է։ Մարի համար եմ եկել։ Փաստորեն Մարին քո սիրտն էլ ակերել։ Հին ժամանակներում լիներ Մարիի պատճառով մարդիկ իրար գլուխ էին ուտելու։ Ուզում ես ասես շատ ֆրֆրացողներ կան կողքը։ Ուզում եմ ասեմ, Մարին նեղացնես վիզդ կկտրեմ։ Եղավ։ Չէ, քերի թորոս։ Ես Մարին կյանքում չեմ նեղացնի։ Ես Մարին միայն ու միայն մաքուր սրտով։
Հիմա ինչ, պայմանավորվում ենք։ Լավ, սպասի։ Լավ։ Շատ լուրջ մրցակից ունես։ Գիտեմ ու մասին ես խոսում։ Չէ, չգիտես։ Բա, էլ ինչ կարաս ասես։ Այսօրվա համար այսքանը։ Հաջորդ անգամ տեսնեմ ինչքան է սիրտդ բաց իմ առաջ, նոր ինֆորմացիա կստանաս։ Եղավ Թորոս քեռի։ Դե մեր համագործակցությունը բարի լինի։ Քեզ հաջողություն։ Բոլորիս հաջողություն, տղա ջան։ Ամեն ինչը մեր խնդիրների հետ ընդհանրապես կապ չունի։ Համաձայն եմ։ Լավ է, որ գոնես մի հարցում համակարծիք ենք։ Ձերումը լսի, հանկարծ մտքովդ չանցնի, որ Թե հիմա դու ինձ լսի, Տիկո։ Մարից հեռու ես մնում, հասկացար ինձ։ թե չէ ինչ։ Թե չէ չեմ է ուզում իմանաս ինչեր կլինի հետդ, եթե ասածս չանես։ Տենում ես ոնց եմ վախեցել։ Հա, տենում եմ։ Դե չխափնվես։ Դու գիտես, Տիկո ջան, ես քեզ զգուշացրեցի։ Միշո, Մարնիկո սեփականությունը չի, ու ես իր այդ կշփվեմ այնքան, ինչքան ինքը ինձ թույլ տա։ Իսկ եթե ինչ-որ բան կա, որ քո դուրու չի գալիս, այդ արդեն քո խնդիրն է։ Դե հիմա ինձ լսի, Տիկո։ Եթե այստեղ ինչ-որ մեկը կա, ով որ խնդիր ունի, կամ կարող է հետագայում ավելի ծանր խնդիրներ ունենա, դա մենակ դու ես, հասկացար։ Եթե իմ ասածները չանես։ Ոնց որ գործը կանգնեց, հա, տղեկ։ Շարժվեք, շարժվեք։ Գիտես Լիդիա, բոլոր այն մարդիկ, ում ես թույլ չեմ տվել ինձ մոտիկի ճանաչել, մտածում են ես գոռոզ ինքնամփոփ կին եմ։ Բայց դա այդպես չէ։ Պարզապես ես դժվար եմ ինձ մոտ թողնում, առավել եւս մտերմանը։ Հասկանում եմ Տիկին Լանջունի, իրականում ես էլ եմ այդպեսին եմ։ Շատ դժվար եմ մտերմանում, վերջին շրջանում կարելի ասել ընդհանրապես չեմ մտերմանում։ Գիտես Լիդիա, ես նկատել եմ, որ մենք նման ենք իրար։ Մարդկանց թվում է ես ոչինչ չեմ նկատում։ Ես ամեն ինչ նկատում եմ ու լռում եմ։ Իսկ հետաքրքիր է Տիկին Լանջունի ինչ եք ակնարկում ասելով, որ ամեն ինչ նկատում եք։ Վերջին շրջանում դու անտրամադիր ես, նյարդային ու նույնիսկ ագրեսիվ։ Ես ուզում եմ իմանաս, որ դու ամեն ինչում կարող ես կիսվել ինձ հետ։ Ես կարող եմ քեզ խորհուրդ տալ, եթե թույլ տաս։
Տիկին Լանջունի, իհարկե ես շատ շնորհակալ եմ ձեր պատրաստակամության համար, ես շատ գնահատում եմ անկեղծ, բայց իրականում ինձ մոտ ամեն ինչ լավ է, կարելի ասել նույնիսկ հիանալի է, իսկ այդ տրամադրության կտրուկ անկումները հիմնականում գերհոգնածության հետ են կապված, ուրիշ ոչինչ։ Իսկ ես կարծում եմ, որ անձնական խնդիրներ կան, որոնց մասին կցանկանաս խոսել։ Տիկին Լանջունի, ինչ անձնական խնդիր, դուք ինձ լավ եք ճանաչում, իմ նման կանայք անձնական խնդիրներ գրեթե չեն ունենում, դա իմ մասին չէ։ Ուրեմն սխալվել եմ, ճիշտն ասած մտածում եմ, որ հարցը Արևշատյանն է։ Տիկին Լանջունի։ Լիդիա, սիրելիս, դպրոցից դուրս մեր հարաբերությունները այնպիսին են, որ կարող ես ինձ Ռիմա ասել։ Ռիմա, քիչ անսովոր է, բայց լավ։ Ռիմա, ես հավատացնում եմ, որ իմ կյանքում ամեն ինչ հիանալի է, իսկ Անուշի հարցը այնպես է, որ կարծում եմ Անուշը ոչ թե խնդիր է, այլ խնդրի լուծում։ Ինձ թվում է ապագան ցույց կտա։ Ինչ նկատի ունեիր այդպես ասելով, մի փոքր չհասկացա քեզ։ Տիկին Լանջունի, այսինքն Ռիմա, մի փոքր դեռ անսովոր է։ Եկեք չծանրացնենք օրը։ Առաջարկում եմ կոկտեյլ խմենք։ Ձեր կենացը։ Քո կենացը։ Բաբջան կուզես ես պիտակներից էլ դնեմ փորձես։ Չէ, չեմ ուզում տղես, ապրես։ Հա, բայց մի կտոր տորթ եղած ի՞նչը, սենց թենենց հացել չես կերել։ Տղես, այն ինչ որ կերա քո խաթել կերա։ Լուրջ, այսօր ինձ մի տեսակ լավ չեմ ուզում։ Ինչ ա եղել, կարող եմ մրսել ես կամ հիվանդանում ես։ Գնամ մի հատ քո սիրած թեյերից դնեմ, ջեմով, բանով, մուրաբայով։ Չէ, տղես, լավ եմ, մի անհանգստացի։ Լավ եմ, ամեն ինչ լավ է։ Բավ, Աջան։ Արմենեն ստանը երկար ես մնալու։ Դու մի ներվի։ Արմենը չի անհանգստանում, ամեն ինչ նորմալ է։ Ինքն էլ է մենակ մնում։ Հիմա ես էլ եմ մենակ։ Երդ ասում ենք, խոսում ենք։ Օրներս անցկացնում ենք։ Լավ է։ Ես մտածում եմ, որ այս քո վիճակը վիճակ չի։ Պետք է մի բան մտածենք։ Հայո ջան, դու իմ համար մի անհանգստացի։ Դու ավելի բան ամեն կողքին եղի, Մարիին ուշադիր եղի։ Մնացած հարցերը ես կլուծեմ։ Հա, բայց միջև լուծելը պապ, ես նեղվում եմ։ Միջև այդ քեզ սնվել է պետք, մնալու տեղ է պետք։ Ես քեզ պետք է մի բանով օգնեմ։ Դու ամեն օր ինձ օգնում ես տղես։ Ինչով եմ օգնում, պապ։ Ես քո համար ոչ մի բան չեմ անում։ Չէ, ջան։ Քո ներկայությունը ինձ ուժ է տալիս։ Քո Մարիի գոյությունը ինձ պարտադրում է, որ ես նորից ապրեմ, նորից արեմ, զրոյից սկսեմ, անուն ձեզ ու ձեր համար տղես։ Հա, պապ ջան։ Բայց միջև այդ ամեն ինչին հասնելը ինձ թվում է ես պապիկին ասեմ, փաբը քեզ հետ տա, աշխատացնես։ Լսի, դու պապիկիդ ոչ մի բան մի ասա, ես իմ հարցերը կլուծեմ։ Պետք չի իմ համար պապիկիդ ինչ-որ բան խնդրես։ Բայց ասեցի վերջ։ Այս հարցը էլ չի քննարկվում։ Հասկացանք իրար։ Լավ։ Ապրես։ Ես շատ եմ սիրում, պապ ջան։ Ես քեզ ցավ տամ։ Ինչ ես անում, պապ։ Ապեքել դու սարի լեխտանից, շուտ արա։ Հակոտ!
Պապա, աղբորպես թո սնա տնից հանեմ հլը ի։ Գնաս ու սլը դու։ Վասի ծերը։ Մար։ Ո՞նտես կա։ Բադ գնահատվել է։ Ամսա։ Ինչ ես։ Ո՞նց սրա գլուխը պետք է ջարդեմ այլ։ Ստացի դրա ժամանակը։ Դուխիկ։ Էս ինչ է։ Եսի։ Բայց ինչի է տենցո։ Չգիտեմ։ Դուխիկ սա լրիվ ձերից գնում է։ Մի բան արա։ Եթե դեմ չես, դասերից հետո մի քանի օր իրար հետ պարապենք, ես քեզ կօգնեմ։ Տիկ, ես կարծում եմ, որ Իշո թող աղջկան, ինչ ես անում։ Չես ինչ։ Մարդկանց անձնականն է, ինչ գործ ունես։